Էկլերը ինչպես եք ստուգում, պատրաստա թե չէ։ Մեկը կարելի բաց է։ Իմ քայլը հիմնադրամի կազմակերպած հրուշակագործության դասընթացի մասնակիցները 3 ամիս սովորելուց հետո տեսական գիտելիքի քննություն հանձնեցին եւ ստացան հավաստագրեր։ Այս ամեն ինչի մեղավոր մասնագիծը մեր շահառուներից Տիգին Արմինեն է, որ ցանկություն հայտնեց մասնակցել հրուշակագործության դասընթացի։ Երբ իր պատրաստակամությունը, ողջավորությունը եւ սերը տեսանք հրուշակագործության, սկսանք փնտրել մասնակիտական ակադեմիա կամ գետրոն, որ այս դասընթացները կտրամադրե, անակնկալի եկանք եւ ճիշտ հայտարարության 2 ժամ վերջ 250 թիմորդ ունեինք եւ մենք նախադեсել էինք միայն 20 թիմորդ մասնակից, որովհետեւ մասնակցեն դասընթացին, անգևերջ որոշում արինք 40-ը ներառել դասընթացի մեջ։ Արմինե Մարգարյանը Կոտայքի մարզի լեռնանիստ բնակավայրից է, որոշել է, որ իր հյուրատան խոհանոցում հենց ինքն էլ պետք է պատրաստի եւ դիմել է այս դասընթացին մասնակցելու։ Ասում է, հրուշակագործության ոլորտի զրոյական գիտելիքով է եկել։ Հիմա իրեն բավականին պատրաստված ու վստահ է զգում։ Դասընթացը հիմնականում եղել է օնլայն, բայց այդ պատճառով ունեցած սկզբնական թերահավատությունը շուտով տեղի է տվել։ Տնային աշխատանքներ լրիվ ստուգվում էր ուսուցչի կողմից եւ նոր բացվում էր հաջորդ դասը, որը շատ կարեւոր էր մեզ համար։ Մենք տանը պատրաստում էինք նկարներով, տեսահոլովակների ձևով ուղարկում էինք մեր հատուկ բացված տելեգրամյան ալիքում, ուսուցիչը գնահատում էր, եթե հավանում էր թույլ էր տալիս առաջ էին գնում, եթե ոչ, արդեն կրկնում էինք տնայինը, մինչեւ որ ստանար իր իդեալական տեսքը։ Նազելի Թանգյանը նախ սկսել է տանը դստեր համար դիետիկ խմորեղեն պատրաստել։ Ինքնուրույն որոշակի գիտելիքներ է ձեռք բերել, հետո նաև պատվերներ ընդունել։ Հիմա մտադիր է այդ ոլորտում պրոֆեսիոնալ բիզնես հիմնել։ Ասում է, դասընթացի ժամանակ սովորել եմ պատրաստել այն ամենը, ինչը կարելի է գտնել բարձրակարգ սրճարաններում։ Տեսա այս ծրագիրը իմ քայլի հիմնադրամի պաշտոնական էջում, մինչ այդ ես գրել էի, հարցրել էի Լիկայից այս ակադեմիայի ուսումնական դասերից հարցրել էի, բայց չէի կարող այդ ժամանակ տրամադրել ֆինանսական իմ սեփական միջոցները։ Հետագայում նաև ես դիմել եմ հաջողակից սկսնակին նախագծին, առաջին փուլով անցել եմ եւ եթե երկրորդ փուլը եւս անցնեմ, այս ծրագրի շնորհիվ իմ գիտելիքները գումարելով մեկը մյուսին կկարողանամ արդեն իմ սեփականը հիմնել։ Սովորեցրեցի գրեթե ամեն ինչ կապ ունի հրուշակագործության հետ, շատ մանրամասն գաղտնիքներ, որը ես ինքս 20 եւ մի քիչ ավել տարիների ընթացքում ձեռք եմ բերել, ինքս իմ սխալների վրա, իմ փորձերի վրա։ Եվ այդ ամեն ինչ, այդ ամբողջ գիտելիքը ես տվեցի իմ ուսանողներին եւ նույնիսկ ես կարող եմ հպարտորեն եւ վստահորեն ասել, որ ցանկացած իմ ուսանողուհին կարող է հավասար խոսել եւ աշխատել պրոֆեսիոնալ հրուշակագործի հետ։ Դիտարկմանը թե փաստորեն նաև իրեն մրցակիցներ է պատրաստել, դասընթացավարը պատասխանում է։ Մրցակիցներ այսպես թե այնպես շատ են, բայց կա այսպիսի մի բան, եթե դու կյանքում գնում ես առաջ եւ այն գիտելիքը ինչ որ սովորեցնում ես, դա հենց դրդում է, որ դու էլ ավելի առաջ գնաս, ճանապարհ ունենաս, էլ ավելի մեծ բարձրունքների, նորությունների հասնել։ Եթե դու չուսուցանես քո գիտելիքները, քո գաղտնիքները չասես, դու երբեք չես աճի։ Դա համար ես կսովորեցնեմ, ես կաճեմ, հետո կսովորեցնեմ ու կաճեմ։ Իմ քայլը հիմնադրամը պատրաստվում է շարունակել ծրագիրը։ Իմ քայլի հիմնադրամը շնորհակալություն կհայտնի իր բոլոր նվիրատուներուն եւ բարերարներուն, որովհետեւ իրենց շնորհիվ է, որ մենք կգնանք այս ծրագրերը շարունակել, մեր ծրագրերը կստանան շարունակական բնույթ եւ ավելի մեծ թիվով շահառուներ կգնանք ներգրավել մեր ծրագրերի մեջ։ Հրուշակագործության հաջորդ դասընթացները կկազմակերպվեն ավելի քան 200 այն մարդկանց համար, որոնք հայտը լրացրել էին, բայց դասընթացին մասնակցելու հնարավորություն չէր եղել։ Ի դեպ, հրուշակագործության այս դասընթացն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լիցենզիա։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։